Ֆրիդյոֆ Նանսեն, նորվեգացի հայտնի բևեռախույս, գիտնական, դիվանագետ ու ականավոր հումանիստ։ Գավառի պետական համալսարանում կազմակերպված հերթական բաց դասը նվիրված էր հայ ժողովրդի մեծ բարեկամ, մարդասիրության խորհրդանիշ ու չափանիշ Ֆրիդյոֆ Նանսենի հիշատակին։ Նանսեն այն բացառիկ անհատն է, որը պարզապես անգնահատելի դերակատարություն ունի եւ ծառայություն ունի հայ ժողովրդի առջեւ, այն մարդասերն է, ում շնորհիվ ում անձնագրերով, Նանսենյան անձնագրերով շուրջ 320,000 հայ է փրկվել, որովհետեւ այդ անձնագրերը ընդունել է 52 պետություն։ Դա աննախադեպ մի փաստ է պատմության մեջ, ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո այդպես երևույթ չի գրանցվել։ Համալսարանի Հրաչյա Աճարյանի անվան լսարանում կազմակերպվեց Նանսենի կյանքի ու գործունեության մասին պատմող Ֆրիդյոֆ Նանսեն աշխարհի խիղճը ֆիլմի դիտումը, որին մասնակցեց նաև Հայաստանի Ֆրիդյոֆ Նանսեն հիմնադրամի հիմնադիր նախագահ, գրող, հրապարակախոս Ֆելիքս Բախչինյանը։ Ֆրիդյոֆ Նանսենը ծնվել է 1861 թվականի հոկտեմբերի 10-ին Նորվեգիայի մայրաքաղաք Քրիստիանայի, ներկայիս Օսլոյի մերձակայքում գտնվող Ստուրյո Ֆրիոն կալվածքում, փաստաբան Բալդուր Նանսենի ընտանիքում։ Դպրոցական տարիներին աչքի ընկնելով բնական գիտությունների նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությամբ, Նանսենը դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակում է Քրիստիանիայի համալսարանի կենդանաբանության բաժնում։ Անողնաշարավորների կենտրոնական նյարդային համակարգի ուսումնասիրության ոլորտում կատարված գիտահետազոտական աշխատանքներն ամփոփված են նրա 1888 թվականին պաշտպանած դոկտորական ատենախոսության մեջ։ Նույն թվականին 27-ամյա Նանսենը կազմակերպում է գիտարշավ, որի նպատակը Գրենլանդիա կղզու սառցադաշտի ուսումնասիրությունն էր։ Արշավը կազմակերպելու համար անհրաժեշտ գումարը նա հայթայթում է մեծ դժվարությամբ, քանի որ շատերը նման ձեռնարկը համարում էին անօգուտ, անհեռանկարային եւ անգամ վտանգավոր։ Ի տարբերություն նախորդ հետազոտողների, Նանսենը որոշում է արշավը սկսել Գրենլանդիայի արևելյան անմարդաբնակ ափից, քաջ գիտակցելով, որ դրանով այրում է հետդարձի բոլոր կամուրջները։ Ողջ մնալու ու տուն վերադառնալու համար անհրաժեշտ է լինելու ցանկացած գնով հասնել մարդաբնակ արևմտյան ափին։ Այլընտրանքը բացառվում է, իսկ դա միշտ ուժեղ ազդակ է մարդու համար։ Վտանգավոր արշավը Նանսենի արշավախմբի համար հաջողությամբ է ավարտվում։ Արշավի ընթացքում կատարված Գրենլանդիայի ֆիզիկական աշխարհագրության հետազոտությունների գիտական կարևորությունը փաստեցին 1889 թվականին Նորվեգիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից Նանսենին շնորհված շքանշանները։ Կարևոր էր նաև այն, որ արշավից հետո գրված Էսկիմոսների կյանքի մասին խորագիրն ունեցող գրքում Նանսենն առաջին անգամ իր բողոքի ձայնն է բարձրացնում ի պաշտպանություն Գրենլանդիայի տեղաբնիկների իրավունքների։ Նանսենը գտնում էր, որ այն, ինչ եվրոպացիները կոչում են քաղաքակրթություն եւ առաջընթաց, վտանգում է էսկիմոսների ավանդական մշակույթը եւ կոչ էր անում դադարեցնել Գրենլանդիայի գաղութացումը։ 1890 թվականի փետրվարի 10-ին ելույթ ունենալով Նորվեգիայի աշխարհագրական ընկերության նիստում, Նանսենն առաջարկեց վարկած բևեռային ծովային հոսանքի գոյության մասին, որը արկտիկական ջրերի միջով սառույցի զանգվածները Բերինգի նեղուցի շրջանից տեղափոխում է Գրենլանդիա։ Նման հոսանքի գոյության փաստը գործնականում ստուգելու նպատակով Նանսենը նախաձեռնում է գիտական արշավ, որը պետք է իրականացվեր հյուսիսային սառույցյալ օվկիանոսի նավարկության պայմաններին հարմարեցված Ֆրամ անունը կրող նավով։ Հատելով Բարենցի ու Լապտեևների ծովերը նոր Սիբիրյան կղզիների մոտակայքում, Ֆրամը հայտնվեց սառույցների գերության մեջ։ 1893-ից 96 թվականներին տևած ազատ նավարկության արդյունքում լողացող սառցադաշտերի կողմից ուղղորդվող Ֆրամը ի վերջո հասավ Շպիցբերգենի կղզիախմբին։ Սրանով գործնականորեն ապացուցվեց հյուսիսային սառույցյալ օվկիանոսում ստորջրյա հոսանքի գոյության փաստը։ Գիտական արշավի ընթացքում Նանսենը Ֆրամ նավի անձնակազմի անդամ Յոհանսենի հետ պատմության մեջ առաջին անգամ շնասահնակների ու դահուկների օգնությամբ փորձեց հասնել հյուսիսային բևեռ։
Արշավի դժվարություններն ու վտանգները չկարողացան հետ պահել Նանսենին։ 1894 թվականի նոյեմբերի 18-ին նա իր օրագրում գրում է. Միթե անբավարարությունը, զրկանքները, տառապանքները չեն կազմում կյանքի անհրաժեշտ պայմանները։ Առանց զրկանքների չկա պայքար, առանց պայքարի չկա կյանք։ Դա նույնքան ճիշտ է, որքան 2 անգամ 2-ը հավասար է 4-ի։ Եղանակային անբարենպաստ պայմանները թույլ չտվեցին Նանսենին հասնել իր նպատակին։ Հյուսիսային լայնության 86-րդ աստիճանին հասնելով նա ստիպված էր հետ դառնալ, երբ մինչև հյուսիսային բևեռ մնացել էր 400 կիլոմետր ու կայանել Ֆրանց Իոսիֆի արշիպելագի կազմի մեջ մտնող Ռուդոլֆի կղզու վրա։ Նորվեգական բևեռային արշավը նշանավորվեց գիտական մի շարք բացահայտումներով։ Նախ ապացուցվեց, որ հյուսիսային բևեռի շրջանում բացակայում է ցամաքը, փոխարենը գոյություն ունի օվկիանոսային ավազան։ Ապացուցվեց արևելագրելանդական հոսանքի գոյության փաստը, որը լապտեևների, արևելասիբիրյան, Չուկոտկայի ծովերի շրջանից սառցադաշտերը տեղափոխում է դեպի գրենլանդական ծով։ Ձևակերպվեցին քամու և ստորջրյա հոսանքների ազդեցության տակ լողացող սառույցների շարժման ուղղությունն ու արագությունը չափող նանսենյան կանոնները, բացատրվեց այսպես կոչված մեղյալ ջրի երևույթը։ Դեպի հյուսիսային բևեռ արշավի ընթացքում մշակված տեխնոլոգիական նորամուծությունները ծանր եղանակային պայմաններում գոյատևելու փորձն ու տեղաշարժվելու մեթոդները մինչ օրս օգտագործվում են բևեռախույզների կողմից։ 1897 թվականից հետո Նանսենը հիմնականում զբաղվում է օվկիանոսագիտական հետազոտություններով, սակայն շուտով նրա կյանքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք կանխորոշելու էին Նանսենի գործունեությունը հաջորդ 3 տասնամյակների համար։ Նանսենը ակտիվորեն մասնակցում է Նորվեգիայի անկախացման համար մղվող քաղաքական պայքարին, որի հաջող ավարտից հետո նաև նորանկախ պետության սահմանադրության մշակմանը։ 1905 թվականի մայիսի 17-ին ելույթ ունենալով Քրիստիանայում կազմակերպված ցույցի ընթացքում նա մասնավորապես հայտարարեց. Այժմ մենք գիտակցում ենք, որ ցանկացած գնով պետք է պաշտպանենք ու պաշտպանելու ենք մեր ինքնուրույնությունը եւ ինքնորոշման իրավունքը։ Մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքը կամ մեռնենք դրա համար։ 1914 թվականին սանձազերծվեց մի պատերազմ, որը պատմագրության մեջ մնալու էր որպես առաջին աշխարհամարտ։ Այն փոխելու էր մինչ այդ պատերազմի մասին գոյություն ունեցած պատկերացումները։ Նախկինում երբեք չկիրառված զինատեսակների օգտագործումը, ռազմական գործողություններում միլիոնավոր մարդկանց մասնակցությունը ահռելի մարդկային և նյութական կորուստներ պատճառեցին Եվրոպային։ Իբր Վերդեն, Սոմա, Պաշենդեյլ։ Նրանք, ովքեր կռվել են այդ վայրերում, ականատես եղան աննախադեպ մարդկային տառապանքների։ Հաճախ էի աղոթում, զինակիցները ծիծաղում էին ինձ վրա, սակայն ես միշտ խնդրում էի Աստծուց, որ նա ինձ կռվելու ուժ ու տուն վերադառնալու հնարավորություն տա։ Մի անգամ տեսա Կորնիշման ազգանունով մի զինվորի, թնդանոթի հարկը ծանր վիրավորել էր նրան։ Երբ մոտեցանք, նա խնդրեց մեզ գնդակահարել իրեն ու վերջ տալ իր տառապանքներին։ Մենք չհասցրեցինք դա անել։ 30 վայրկյան անց նա մահացավ։ Նրա վերջի բառն էր՝ մայրիկ։ Այդ բառը, որ նա արտասանեց մահանալուց առաջ, հետապնդում է ինձ ողջ կյանքիս ընթացքում՝ մայրիկ։ Քարամյա պատերազմի արդյունքում սպանվեցին 10 միլիոն մարդ, ևս 20 միլիոն հաշմանդամ դարձան։ Մարդկային անասելի տառապանքները իր բաց երկնքի տակ գրքում նկարագրել էր նաև Նանսենը։ Ես տեսնում եմ իրենց որդիներին փնտրող մայրերի հուսահատությունը, ջերմակած վշտից կռացած հայրերին, խենթության մղձավանջ, Եվրոպայի մշակույթի կրողները ոտնահարում են մշակույթը, Եվրոպան վերածում ավերակների։ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Նանսենը ակտիվ մարդասիրական գործունեություն է ծավալում։ Որպես ազգերի լիգայի ռազմագերիների հայրենադարձման գծով հանձնակատար, նա կարողանում է մինչև 1922 թվականը կազմակերպել 26 երկրների 427,000 ռազմագերիների հայրենադարձությունը։
Շուտով Նանսենին վիճակված էր մեծ օգնություն ցուցաբերել Ռուսաստանի Պովոլժյե երկրամասի բնակիչներին, ովքեր երաշտի 1917 թվականների հեղափոխություններին հաջորդած քաղաքացիական պատերազմի ավերածությունների և բոլշևիկների կողմից իրականացվող ռազմական կոմունիզմի քաղաքականության արդյունքում սովամահության եզրին էին հայտնվել։ Նանսենը անձամբ գալիս է Ռուսաստան տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Ես նախապես պատրաստ էի տեսնել տանջանք, մահ ու մարդկային տառապանքներ։ Չգիտեի, որ տեսնելու եմ ամբողջ շեներ ու անգամ նահանգներ, ուր մարդիկ ապրում են փրկարար մահին սպասելով։ Ես պատրաստ չէի տեսնել տղամարդկանց ու կանանց, ովքեր սովի ու տառապանքների պատճառով ամենասև գործերի են դիմել։ Այն, ինչ մենք տեսանք, աննկարագրելի է։ Վերադառնալով Եվրոպա, Նանսենն անհապաղ ձեռնամուխ եղավ Ռուսաստանի սովյալների համար օգնություն կազմակերպելու։ Ազգերի լիգայում մեծ տերությունների ներկայացուցիչներին հղված նրա բազմաթիվ դիմումներն ապարդյուն էին։ 1921 թվականի սեպտեմբերի 30-ին Ազգերի լիգայի հերթական նիստում նա զայրացած հայտարարեց. Դրությունն այսպիսին է. Կանադայում այնպիսի հարուստ բերք է հավաքվել, որ այն կարող է Ռուսաստանի սովյալներին կերակրելու համար անհրաժեշտ ծորենի քանակության եռապատիկը տրամադրել։ Միացյալ Նահանգներում հացահատիկը փտում է ամբարներում, քանի որ հողագործները չեն կարողանում վաճառել այն։ Եվրոպայի ու Ամերիկայի նավահանգիստներում պարապ կանգնել են ամբողջ նավատորմներ։ Մենք չգիտենք, թե ինչով կարելի է բեռնել դրանք։ Իսկ մեր կողքին արևելքում սովի են մատնվել միլիոնավոր մարդիկ։ Եկեք նայենք փաստերի երեսին։ Ճիշտ է արդյոք, որ կառավարությունները չեն կարող տրամադրել 5 միլիոն ֆունտ գումար։ Նրանք միացյալ ջանքերով չեն կարող հավաքել մի գումար, որն ընդամենը կեսն է մեկ ռազմանավի կառուցման համար անհրաժեշտ գումարի։ Սնունդը Ամերիկայում է, սակայն այն վերցնող չկա։ Միթե Եվրոպան հանգիստ նստելու է ու ոչինչ չի ձեռնարկելու աղետի մատված մարդկանց փրկության համար։ Ես չեմ հավատում դրան։ Համոզված եմ, որ Եվրոպայի ժողովուրդները կստիպեն իրենց կառավարություններին ընդունել ճիշտ որոշում։ Նանսենը չէր սխալվում։ Այն, ինչ անհնարին էր անել պաշտոնական մակարդակում, իրագործվեց մասնավոր հանգանակություններով։ 1921 թվականին միջազգային Կարմիր խաչի հանձնարարականով ստեղծվեց Նանսենի օգնության կոմիտեն, որը հանգանակեց ավելի քան 40 միլիոն ֆրանկ։ Ռուսաստան ուղևորվեցին պարենամթերքով բեռնված ավելի քան 4000 գնացք։ Նանսենյան կոմիտեն գործեց մինչև 1923 թվականի օգոստոսը, այս ընթացքում հասցնելով սովամահությունից փրկել ավելի քան 6 միլիոն մարդու։ Ուշագրավ է, որ Նանսենի մարդասիրական օգնությունը բացասական գնահատականի արժանացավ թե Արևմուտքի և թե Խորհրդային Ռուսաստանի կառավարությունների կողմից։ Եթե Եվրոպայում Նանսենին համարում էին բոլշևիկ, ապա Լենինի համար նա ընդամենը սադրիչ գործունեություն ծավալող հակահեղափոխական էր։ Սակայն այս ամենը պայմանականություններ էին, որոնք չէին կարող կոտրել Նանսենի կամքը։ Ծանոթանալով առաջին աշխարհամարտի ընթացքում եղեռնազարկ եղած հայ ժողովրդի տառապանքներին, Նանսենը նույն վճռականությամբ զինվորագրվեց հայ դատի պաշտպանությանն ու հայ փախստականներին օգնելու սուրբ գործին։ Օգտվելով Հայաստանի նորանկախ հանրապետության թուլությունից 1920 թվականի աշնանը քեմալական հորդաները ինչպես ամայացնող խորշակ ներխուժել էին երկրի տարածքը, ավեր ու մասը փռելով ամենուր։ Նանսենի նախաձեռնությամբ ու հարձապնդմամբ Ազգերի լիգայի օրակարգ մտավ Հայաստան Ազգերի լիգայի անդամ ընդունելու հարցը, որը սակայն լիգան մեծ սառնասրտությամբ մերժեց, պատճառաբանելով Հայաստանի սահմանների անորոշությունը։ Մեծ մարդասերը հանդես գալով այդ նիստում ցավով ու հիասթափությամբ հայտարարում է. Նախքան մենք այստեղ կվիճենք սահմանների հարցի շուրջը, պետք է հայ ժողովրդին փրկել ոչնչացումից, որպեսզի մարդ մնա այդ երկրում բնակվելու համար։ Ամեն մի օրն էլ խիստ կարևոր նշանակություն ունի։ Կարող է պատահել այնպես, որ մինչ մենք այստեղ վիճում ենք, այնտեղ կկոտորվի մի ողջ ժողովուրդ։ 1921 թվականի սեպտեմբերի 1-ից Նանսենը զբաղեցնում է Ազգերի լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնը։ Նրա նախաձեռնությամբ եվրոպական տարբեր երկրներում անօրինական դրության մեջ հայտնված փախստականների համար շրջանառության մեջ դրվեցին անձահաստատող հատուկ փաստաթղթերը, Նանսենյան անձնագրերը։
դրանք թույլ էին տալիս իրենց տերերին օրինական ձևով տեղափոխվել մի երկրից այլ երկիր, գտնել բնակության վայր, աշխատանք եւ այլն։ Ընդհանուր առմամբ Նանսենյան անձնագրեր տրամադրվեցին ավելի քան 450,000 մարդու, որից 320,000-ը հայ փախստականներն էին։ 1922 թվականին Ռուսաստանի սովյալներին օգնելու, ռազմագերիներին ու փախստականներին հայրենիք վերադարձնելու գործում ունեցած մեծ ներդրման համար Նանսենը պարգևատրվեց խաղաղության Նոբելյան մրցանակով։ Մրցանակի գումարի մեծ մասը ծախսվեց խորհրդային Ռուսաստանում օրինագերի 2 գյուղատնտեսական կայանների կառուցման և հույն գաղթականների կարիքները հոգալու համար։ 1924 թվականից Նանսենը զբաղվում է հայ փախստականների խնդրով։ Ազգերի լիգայի 1924 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծվում է մի հանձնաժողով, որը պետք է գար խորհրդային Հայաստան և տեղում ծանոթանար գաղթականության տեղավորման վիճակին։ Հանձնաժողովը գլխավորելու էր ճանաչված բևեռախույս, հայ ժողովրդի դաժան ճակատագրին լավատեղյակ, Ազգերի լիգայի գլխավոր կոմիսար Ֆրիդյոֆ Նանսենը։ 1925 թվականի հունիսին Նանսենը աշխատանքային այցով ժամանեց Հայաստան։ Այցելության նպատակը Հունաստանում ապաստանած հայ գաղթականներին խորհրդային Հայաստան վերաբնակեցնելու հնարավորությունների քննարկումն էր։ Հայաստանի ժողկոմխորհին կից ստեղծված հանձնաժողովի ու Նանսենի հանձնախմբի աշխատանքային հանդիպումների ընթացքում Սարդարապատի դաշտավայրում ոռոգման ցանց կառուցելու և այնտեղ 50,000 հայ գաղթականների տեղավորելու ծրագիրը դժվար իրագործելի համարվեց, քանի որ այն պահանջում էր մեծ ծախսեր։ Կառավարությունը և նոր կոմիտեն անկասկած կնախընտրեին, որ մենք ընդունեինք Սարդարապատի մեծ պլանը, իսկ դա մեծ ծախսեր էր պահանջում, հետևաբար իրենց համար չափազանց դժվար էր առանց օգնության այն գլուխ բերել։ Բայց միաժամանակ շատ էին ուզում, որ հայ գաղթականներին բերենք Հայաստան, և կարծում էին, որ դեռ կա 2 այլ ընտրանք։ Առաջին, Երևանի 2 կողմերում էլ կային չմշակված ընդարձակ լանջեր, այսպես կոչված հյուսիս-արևմտյան ղռերի և հարավ-արևմտյան ղռերի գոտիները, որոնց ոռոգելու ջուրը կարելի էր բերել Հրազդան գետից։ Եվ երկրորդ, կային ճահճային հողեր, որ մենք արդեն տեսել էինք Արաքսի մոտ։ Դրանք, ինչպես արդեն ասել ենք, կարելի էր չորացնել ու մշակել։ Այս առաջարկությունները ոգևորիչ էին։ Հունիսի 27-ին Նանսենի հանձնաժողովը հայ մասնագետների ուղեկցությամբ մեկնեց շրջագայության։ Նրանք եղան Քանաքեռում, Գառնիում, Դվինում, Զանգվի ափերին, Ղռերում, Սև ջրի շրջանում։ Ոչ մի օր, ոչ մի ժամ Նանսենի հանձնախումբը բարապ չի լինում։ Հունիսի 28-ը չնայած կիրակի օր էր, նրանք գնում են Զանգիբասարի ճահճուտները ուսումնասիրելու։ Այս ճահիճների տարածքը, ըստ հաշվարկների, կազմում են 3300 դեսյատին ջրով հագեցված չօգտագործվող տարածություն, որը չորացնելուց և ոռոգելուց հետո կարող է մշակվել և դառնալ չափազանց արգավանդ հող։ Մեր տեսած ամեն ինչից ստացած տպավորությունն այն էր, որ այս ծրագրերը առողջ էին և կարող էին գլուխ բերվել առանց մեծ դժվարության ու չափավոր ծախսերով։ Քաջատեղյակ լինելով հայ ժողովրդի պատմությանը, Նանսենը ժամանակ է գտնում նաև մեր ժողովրդի պատմամշակութային ժառանգության կոթողներին ծանոթանալու համար։ Այցելելով Զվարթնոց, Սուրբ Հռիփսիմայի տաճար, հայրապետական Աթոռանիս Տեչմիածին։ Հունիսի 22-ին և 23-ին Նանսենը այցելում է ամերիկյան որբանոցներն ու արհեստանոցները, ուր սովորում ու աշխատում էին 11,000 հայ որբեր։ Վերադառնալով Եվրոպա, նա գրեց, որ ինքը Հայաստանում տեսավ աշխարհում որբ երեխաների ամենամեծ հավաքը և իր այցի երջանիկ պահերից մեկն էր նստել փրկված հայ երեխաների հետ ու միասին ճաշակել որբական սնունդը, ապուրն ու հացը։ Լենինականում ներկայիս Գյումրիում գտնվելու ընթացքում Նանսենը մասնակցում է նաև Շիրակի ջրանցքի շիրկանալի բացման արարողությանը։ Այստեղ նա իր ելույթում մասնավորապես ասել է. Ափսոսում եմ, որ չգիտեմ հայերեն, որպեսզի արտահայտեմ ինձ համակած ուրախության զգացումը։ Ես տեսնում եմ, թե ինչպես է հայ ժողովուրդը հաղթահարում իր ծաղկման ճանապարհի վրա եղած դժվարությունները։ Բոլորը ցնծում էին, դրանց մեջ նաև Նանսենը, որը միաժամանակ հաճախակի չկասնում էր իր կոդակ ֆոտոապարատը։
Ավելին, երբ ջուրը հոսեց ջրանցքով, Նանսենը ոգևորված ջուրը նետեց իր լայն եզր գլխարկը։ Իսկ երեկոյան հանդիսավոր նիստի ժամանակ Նանսենը ասաց. Մեր տեսածներից համոզվել ենք, որ եթե վերջապես այս ընդունակ ու նպատակասլաց ժողովուրդը խաղաղություն ունենա, ապա նա կստեղծի հայրենական նոր օջախներ հազարավոր ու հազարավոր բախտավոր ընտանիքների համար։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համակրանքն է վայելում Հայաստանի ձեռներեցությունը ստեղծելու մի ազգային օջախ ապրելավայր։ Եթե ոչ բոլոր հայերի համար, ապա այնպիսի օջախ, որին հեռվում գտնվող ամեն մի հայ համարեր իր իսկական հայրենիքը։ Ոգևորված Նանսենը վերադառնում է Եվրոպա, ուր նրան կրկին հիասթափություն էր սպասվում։ Հայաստանում 33,000 դեսյատին հող մշակելի դարձնելու համար անհրաժեշտ գումարի տրամադրման հարցը այդպես էլ Ազգերի լիգայի կողմից չլուծվեց։ Սակայն Նանսենը չի ընկճվում ու շարունակում է գործել։ Նա հատուկ հաստատակամությամբ ու եռանդով ձգտեց այլ ճանապարհներով հաղթահարել ու գտնել գաղթականությանը խորհրդային Հայաստան փոխադրելու և տեղավորելու համար անհրաժեշտ նյութական միջոցները։ Իսկ ամենավերջին միջոցը, ըստ երևույթին, նրա լայնեզր գլխարկն էր, որը կծառայեր հայ որբերի համար դրամ հավաքելուն։ Եվ նա դրան էլ գնաց։ 66 տարեկան մարդը երկար ճանապարհորդություն է կատարում Եվրոպայի ու Ամերիկայի քաղաքներում, անց է կացնում մասնավոր հանգանակություններ հայ գաղթականների օգտին։ Ինքը հանդես գալիս բազմաթիվ դասախոսություններով։ Հավաքված գումարով կազմակերպում է 7000 հոգու հայրենադարձություն։ 1928 թվականին լույս է տեսնում Նանսենի «Խաբված ժողովուրդը» վերնագրով գիրքը, որում մեծ մարդասերը քննադատում է Եվրոպայի շահադիտական քաղաքականությունն ու խարդավանքները հայոց հարցում։ Ֆիլմի դիտումից հետո Ֆրիդյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը համալսարանի ուսանողներին պատմեց հիմնադրամի գործունեության ու ապագա ծրագրերի մասին։ Դրանց թվում են Երևանում Նանսենի անվան թանգարան բացելու ու նրա գործերի 20 հատորյակի հրատարակման նախաձեռնությունները։ Ինչու պիտի Նանսենի գրքերը չհրատարակվեն, մանավանդ երբ պետությունը որևէ լումա չի ծախսում, այլ դա անում են բարոյարները։ 2011 թվականին Երևանի կենտրոնում տեղադրվեց Ֆրիդյոֆ Նանսենի հուշարձանը։ Հուշարձանի բացման արարողությանը Հայաստանի ու Նորվեգիայի բարձրաստիճան պաշտոնյաներից բացի ներկա էր նաև Նանսենի թոռնուհի Մարիտ Գրևը։ Ընկերական, թե բարեկամական բոլոր ուժերը գործադրվեցին և Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղադրվեց Նանսենի արձանը, որը դարձյալ հովանավորությամբ Էդվարդ Էռնեկյանի և անցյալ տարի, երբ Էռնեկյանին պարգևատրեցին Նանսենի մեդալով, այնքան էր հուզված, որովհետև իր ծնողները պարզում են Նանսենյան անձնագրով են Արևմտյան Հայաստանից փրկվել և հասել Արգենտինա։ Այցելությունը Գավառի պետական համալսարան ուներ նաև այլ նպատակ։ Հասարակական, քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար Գավառի պետական համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչիկի Հակոբյանը պարգևատրվում է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիդյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով։ Մեծ մարդասերի անվան ոսկի հուշամեդալով պարգևատրվել են նաև Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանը ու նրա դուստր համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Հրանտ Հակոբյանը ես ճանաչում եմ դեռևս 84 թվականից, նույնը նաև Հրանուշ Հակոբյանին, և այսօր մեր այսօրվա սերունդը բավականին երիտասարդ Ռուզաննա Խաչիկովնան կարողանում է այդ ավանդույթները շարունակել
հիշում եք անցյալ տարի, երբ սիրիահայերը եկան, այնպիսի մեծ գոհունակություն հայտնեցին, ճանապարհին ամբողջ ավտոբուսեր բոլորը իրենց գոհունակությանն են հայտնում, որ մենք մի քանի տեղ եղանք եւ ոչ մի տեղ չընդունեցին այդ մակարդակով եւ ինչ հրաշալի է, որ Երևանից դուրս կա այդպիսի օջախ, ուսումնական հաստատություն եւ այդ օջախը ղեկավարում է այդպիսի հրաշալի անձնավորություն, իդեմս Ռուզաննա Խաչիկովնային։ Շնորհակալություն հայտնելով նման բարձր գնահատականի համար Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը վստահեցրեց, որ բուհը շարունակելու է համագործակցել Ֆրիդյոֆ Նանսենի հիմնադրամի հետ, ազգային ու համամարտկային արժեքները երիտասարդության շրջանում արմատավորելու նպատակով։ Կազմակերպված կինոդիտումը հետևյալ կերպ գնահատեց համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը։ Այս ֆիլմը իսկապես ճեղքում է ժամանակը, որպեսզի այն մոռացության չտրվի, որովհետև մոռացված ժամանակը ինչ որտեղ պիտի ճեղքեր, որպեսզի այդ լռությունը ասպարեզ դուրս գա։ Լռությունը լավ բան է, երբ խորում ես, բայց լռությունը երբ չես ճեղքում, հրապարակային դարձնում, այդ ժամանակ արդեն մոռացում է։ «1930 թվականի մայիսի 13-ին դադարեց բաբախելուց աշխարհի տառապյալների վշտով ծանրաբեռնված Ֆրիդյոֆ Նանսենի ջերմ սիրտը։ Հայ ժողովուրդը ոչ թե սկակից, այլ սկակիր էր, այն համարելով իր սեփական վիշտը։ Նանսենի մահվան կապակցությամբ գերմանական ամսագրերից մեկում կարդում ենք. «Եթե Նանսենին ծնեց Նորվեգիան, նրան կորցրեց աշխարհը»։ Մեծ մարդասերի ավագ դուստր Լիվ Հեոեր Նանսենը գիրք հորս մասին իր փառահեղ աշխատության մեջ հատուկ գլուխ նվիրեց հայ ժողովրդի պատմությանը։ Նա գրում է. «Հայրս մեռավ հայ բառը շուրթերին։ Դուք, հայերդ, եղել եք հորս սրտի զավակները, ինչպես ասում են մեզ մոտ։ Ձեր սքանչելի երկիրը հիացրել է նրան մինչև կյանքի վերջը, առաջ բերել սեր ու կարեկցանք։ Ցանկացած մարդ, որը սիրտ ունի եւ ընդունակ է մտածելու, նույնը կաներ։ Լավագույն հուշարձանը հորս հայերի հավերժական շնորհակալությունը ու սերն է նրա նկատմամբ»։ Հայ ժողովուրդը երիցս երախտապարտ է իսկական մարդասերին և միշտ վառ է պահելու իր մեծ բարեկամի հիշատակը։ Ականավոր հումանիստն ապրեց մեր ժողովրդի հոգսերով, փորձեց պաշտպանել հայ դատը, դառնացավ մեր ազգին բաժին ընկած զրկանքներից ու ոգևորվեց նրա վերածնունդը խորհրդանշող հաջողություններով։ Նա նաև տեսնում էր մեր ժողովրդի ապագան, պատգամելով մեզ լինել միասնական, հավատալ սեփական ուժերին և անտեսելով դժվարությունները, քայլել առաջ, միշտ առաջ։